Ապին ունեմ ձեզ ներկայացնելու իմ մոկորում հայր, ասո օրհնյալ մարդ, սքանչելի քաղցր մի անձնավորություն, եկեք տիրոջը փառք տանք իր համար, Հովիվ Ռաֆայել Գրիգորյան։ Սիրելիներ, մի բան ես ձեզ հետ կիսվեմ, հետո նոր մի փոքրիկ էլ երևի, ես չեմ քարոզելու, քարոզիչը նստած է այստեղ, բայց կուզենամ մի փոքր ձեզ հետ կիսվել։ Գիտեք, անցյալ անգամ էր, որ ես եկա Երևան եւ վայ, այդ ինչ քաշեցի, վայ։ Պատկերացնում եք, Վանաձորից Երևան հասնում ենք ժամուկեսում, Երևանից Երևան հասնում ենք 2 ժամում։ Եվ այնքան տարապեցի, եւ երբ որ դուրս եկանք Երևանից, արդեն հոգնատանջ, շունչս կտրվում է, չեմ կարողանում դուրս գալ, երթևեկությունը փակ է, ժամերով պետք է սպասես, այս տառապանքները, այս չարչարանքները, այդ իմ չարչարանքներից մեկն է եղել իմ իջայլոց, կոմունիստների վատքից չեն չարչարվել, հիմա էլ այս ազատության ժամանակ այսքան տառապանք, մինչև դուրս եկա Երևանից, խոստացա 1000 անգամ ինքս ինձ, որ այլևս երբեք ես Երևանում չեմ լինի, երբեք չեմ գա, բայց հիմա կանգնած է այնպես մի անձնավորություն, որին ինչ ասեմ, իր նկատմամբ իմ ունեցած սերը եւ վերաբերմունքը հաղթահարեց խեղճ ծերուկիս, որ բերեց հասցրեց այստեղ։ Եվ հա, ես միայն 1-2 միտ կարող եմ ձեզ հետ կիսվել, այս թակավորական աթոռը, չէ, դու պետք է գաս կողքս նստես։ Ես չէի տեսես։ Ալի օրհնյալ ջան։ Խմբագունդը, հա, դու արի իմ կողքս նստի։ Կամ կող, ես քո հետևը կնստեմ։ Չէ, կողքս նստի։ Հա, իսկապես։ Ես դեմ որ։ Պետք է ներողություն խնդրեմ, արի մոտս մի հատ աթոռ դիր նստի ստեղ։ Հա, չեմ ուզում հատկապես տենց հատուկ ընդգծվել էլի, ստեղ մի աթոռ կարող եք դնել, ազատ լիքը աթոռներ կան։ Աստծո ողորմությունը շատ է եղի իմ նման անարժանի նկատմամբ։ Ըստ էության պետք է ասեմ, որ այս տարի կլրանա 60 տարի, որ Տերը գտել է ինձ։ Այս տարի կլրանա 16 տարեկանում Տերը ինձ գտել։ Եվ ես ոչինչ որ վկայությունս տամ։ Ոնց որ դու ճիշտ ես գտնում։ Չէ, հա, ասեմ ձեզ, որ 14 տարեկանում ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի առընթեր ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը։ Եվ քննություններ եմ հանձնել, համալսարանի դասախոսներն էին ընդունում քննությունները։ Եվ կտրված տանից ես նույնպես ընդունվեցի քննություններ տալով, բայց տանից, որ կտրված էի 14 տարեկանից, տանջվում էի կարոտից, ուզում էի, ես 6-րդ եւ վերջի երեխան եմ եղել մեր ընտանիքի, եւ ինձ հանգարց, այսպես ասած, զոհասեղանի վրա ծնողներս դրեցին, հայրս ունևոր ընտանիքից է, ոչ մեր, անգամ չեմ մացի, ինչա նշանակում չկա։ Եվ ես այդտեղ սովորում էի 15 տարեկանում ես չէի հասկանում ինձ հետ ինչա կատարվում։ Ես չգիտեի, որ Աստված է թույլ տալիս դա։ Այդ մի բան ինչ-որ մի բան չէր բավարարում ինձ, տանջվում էի ես, մտածում էի, որ լավ ինչ պետք է լինի, ավարտես, հետո էլի տանից տեղից եւ 6-րդը լինելով բոլոր մեծերը սիրում էին ինձ, այն վաղ հիմիկվա պես չեմ եղել, էլի հիմա ճաղատ եմ, սաղ գլուխս մաս չկա, բայց խաղում էին իմ մեծ եղբայրները իմ մազերի հետ եւ այլն, եւ մի օր շատ մեծ, արդեն 16 տարեկանս նոր էր, սկսեց շատ մեծ կարոտ ընտանիքիս համար։ Երիտասարդ ժամանակ լավ ձայն եմ ունեցել, ես օպերայի դահլիճում եմ երգել, ֆիզմատ դպրոցի հետ միասին, հայ ֆիլհարմոնիայի դահլիճում նույնպես երգել եմ, այն ժամանակ լավ ձայն ունեի։ Եվ արևը մայր էր մտնում ու ես նայում էի արևին, երկրորդ հարկում բոլոր տղեկիչեր են, իմիջիայլոց շատ լավ ձրի կերակրում էին, 3 անգամ խաղահրապարակը կար, ամեն ինչով ապահովել էին ապագա շակերտների մեջ գիտնականների համար։ Հիմա
նայում եմ այդ արևին ու երգում եմ կռունկ մեր աշխարհեն խավրիկ մեջ ունիս, ոչ չեմ երգում, արևին եմ դիմում, կարծես մայրամուտ էր։ Ինչ իմանամ, որ հետո երգելով մոտեցա պատուհանին, տեսա այդ մայթի երթևեկությունը կանգնած է, բոլորը լսում։ Մի անգամից թաքնվեցի ամանջ կոտեմ եղել շատ միջայլոց։ Պատին դեմ տվեց ինձ ու թաքցրեց ինձ, ասես խայտարակություն էր, այս մարդիկ հավաքվել են, այս երգն են լսում։ Մեկ էլ մի քիչ հետո դուռը փակ ծեծեցին լսարանի եւ մտավ մի անձնավորություն, որը հենց այդ թաղումը ապրում, ոսկե մեդալով ավարտել է Գորկու դպրոցը եւ երկու գերազանցությամբ ընդունվել է ամենադժվար տեղը Երևան պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը։ Այսինքն տարբերությամբ երևի մի 3-4 տարով ինձնից մեծ։ Եվ ես դուռը բացեցի, ինքը սկսեց խոսալ ինձ հետ, ասեց ինչու ես մի տեսակ ընկճված, կարծես աչքերդ ծանրացել են, թխված, վերջը սկսեց ես խոսել, մտածում ես տող են բանաստեղծ կլի երևի, և տենց ծանոթացավ ինձ հետ, և գնում գալիս էր մեր դասախոսների հետ, ուսանողների հետ շփվում էր, և միաժամանակ սկսեց ինձ հետ էլ հանդիպել խոսել, և մի օր եկավ ասեց, դու գիտես, որ Աստված կա։ Իմ ծնողները Ղարսից փախստականներ էին եւ իրանք ամեն առավոտ ես արթնանում էի առավոտ լուսո արեգակն արդար արես լույս ծագյա երկեցողության տակ էի արթնանում ու հանկարծ մեկը ինձ ասում է գիտես Աստված կա ասի բայց ես իր մասին տեղեկություն շատ չունեմ ինքը ասեց որ մարդիկ Սուրբ Հոգի են ստանում Ես զարմացած ասեցի, այդ Սուրբ Հոգին ինչ է, աբստրակտ, վերացական բան է, թե ռեալ, իրական, ասեց ավելի ռեալ է, քան ես ու դու։ Ասի դու այդ Սուրբ Հոգին ունես, արդեն ծանոթացել ենք, մտերմացել ենք, ասեց չէ, ուղղակի տեղյակ եմ այդ մասին, ու իրանց տունն էր, դու մի ասա, ֆիզմատի դեմ են բանից, ռեստորան կար, քանդին բանարին, այդտեղ շատ վատ տուն էր իրանց տունը, նկողներ էր ինչ-որ այդտեղ տներ կային մանր-մոնր և իր եղբայրներ, երկու եղբայր ուներ, այդ երկուսն էլ հանցագործ, մարդասպան, կռվարար, ինքը մենակ ինքը, որ կիրթ էր ու հավասարակշռված էր, ու ես շփոթված մտածեցի, որ այս տղեն, ասի դու այդ Սուրբ Հոգին ունես, չէ, ասեցի ու մարդիկ ստանում են, ասեց հա ես կապվել եմ իրանց հետ, սենց խմբ կա, այս ձևի բաներ կա և ես արձակուրդ պետք է գայի, որ վերջի 10-րդ դասարան ավարտել, 9 ավարտել էի և վերադարձա Վանաձոր ու մենակ մի բան է աղոթում, ասում է Տեր Աստված, խնդրում եմ Նավոյան Սամվելին Սուրբ Հոգի չտաս, քանի դեռ ինձ չես տվել, առաջ ինձ տուր, հետո իրան, ինքը խուլիգանների ընտանիք է, հայրը բանդիտ, եղբայրերը բանդիտ, իսկ մեր ընտանիքում ես չեմ տեսել հայրս մեկին ապտակի 6 երեխուց մեջ, չեմ տեսել, որ հայոյան կամ բան կրթված շատ բարեսեր անձնավորություն էր, ու իմ միակ աղոթքը Վանաձորում դա էր, չտաս Նավոյան Սամվելին Սուրբ Հոգի, քանի դեռ ինձ չես տվել, ես բարեպաշտ ընտանիքից, Ղարսից փախած նրանք, սա հանցագործներ, չերկարացնեմ, Վարդապետությունը իստում ատերից առաջ չերկարացնեմ, մեկ էլ պետա մի օր զանգը տվեց, վերցրեցին վաղցոտվիներ չկար, Ռավ ջան, բարև, Սամ ջան, բարև, ոնց ես, լավ ես, ասում փառք Աստծո, աղոթում եմ, կարդում եմ նոր կտականը, լավ լուր ունեմ քեզ ասելու, ասի ինչ ա եղել, ես մկրտվել եմ Սուրբ Հոգով, չգիտի որ ծուխը քթից ուսում բերեց, գնացել եմ սարը, հոլած չեմ ըլնում, ասում եմ, խտրություն արեցին, են հանցագործների տանիքից, տվեցիր, և վերջապես չերկարացնեմ, ինքը թերևս օգոստոս ամսին էր մկրտվել, կամ հուլիսին, ես օգոստոսին մկրտվեցի Սուրբ Հոգով և վերադարձա Ֆիզմատ դպրոց, արդեն իրանք տեսան հանցինս, ինձ բոլորովին ուրիշ անձնավորեցին, բոլորովին ուրիշ։ Ինձ համար այնպես է եղել, որ առանց հասկանալու նույնիսկ նոր կտակարանը մի օրվա մեջ վերջացրել եմ կարդալով, բայց չէի հասկանում շատ բաներ։
ինձ պետք էր բացատրող եւ երբ որ ինքը Սամվելը ինձ տարավ առաջի անգամ Երևանում մի հատ հավատացյալ վուլգար թաթոսը մի հատ ես իմ ինչպիսի անձնավորություն ես մի քիչ նեժնի մարոժնի ինքը շատ առնական տիպ Նավոյանը տարավ ինձ ծանոթացնելու ինքը նայեց ինձ իհարկե չվախենակ էլի որ հիմա այսքան փոխվել եմ ես եթե իմ առաջվա նկարները ցույց տամ ճիշտ էր վերաբերվում ինքը ասեց այդ տղա ջան ախպեր ջան սիրուն տղա կերևաս հենց վեճերը մեճերը հետ ինչ կսիրես ես նայում եմ իրան ասում եմ սուրբ հոգին պետք է նուրբ մեկ լինի սրա որտեղից է մտել մեջը դրած գլխից իմ առաջի տպավորությունները այդպեսին չեն եղել բայց ես չգիտեի որ Տերը ծրագիր ունի սիրելիներ իզուր չէր որ Զաքարյան Սամվելի հողարկավորության ժամանակ այդ անձնավորությունը պատմեց որ առաջի ալիքը Հայաստանով մեկ սկսվեց ֆիզմատ դպրոցից այնտեղ բոլորը քննություններով բոլորը զարգացած բոլորը գերազանց Շատ կներեք ձեր անարժան ծառան էր 14 գիտական աշխատության հեղինակ եղա, երբ որ աշխատում էր Գասուդարստվեննի ինստիտուտ Պոլիմերներ կլիով այդ նյութենական մասշտաբի բաներ եւ մի քանի դեպք պատմեմ ու վերջ դե ֆիզմատում ինչպես տարածվեց դա շատ զարմանալի էր մեկը դուք լսեցիք երևի Զաքարյանը որ իր վկայությունը եթե նայել եք մահվան ժամանակ մահից առաջ ինքը պատմեց այդ որ ես ամեն առավոտ տեսնում եմ Ռաֆայելը չկա ննջարանը իրար հետ ենք 3 տարի քնել իրար հետ ենք մեծացել իրար հետ նույն դասարանում ենք եղել ինքը եպիսկոպոսը դարձավ ամբողջ այս բաժնում Կոտայքի Աբովյանից սկսած մի մոտավորապես իր ծառայության ներքո անդամների մեջ 3-ից 4000 հոգի կլինեին որ ինքն էր բայց մի օր ես էլի որ գնացի ննջարանից ինքը նկատել է որ ես ամեն առավոտ շուտ գնում եմ ննջարանից շուտ գնում եմ լսարան աղոթելու եւ սիրում եմ լեզուներով շատ աղոթել Եվ ինչ կատարվեց, բանը Զաքարյանը տեսնում է, որ ես չկամ, ամեն առավոտ դուրս եմ գալի, ասում է սամ պետք է բռնացնեմ սա մի բան անում է։ Եվ ինքը ննջարանում էլ իրար հետ էինք մնում 11 տղաներ, բայց ավագը ես էի ժամանակ։ Ինքը հետևիցս գալիս է եւ դուռը ծեծում է, տեսնում է փակ է։ Ես բացեցի դուռը Ինքը ներս մտավ, ասեց, «Էսում հետ էիր խոսում, էսում հետ ասեց, ստեղ մար չկա»։ Չէ, ես դրան հետևից լսում եմ, որ դու խոսում ես ում հետ, շկաֆները, գարդերոբը, բանը, սաղ բացեց, տեսա որ ոչ չնից լավ է, հա, տեսա որ մենակ եմ, ասեց, «Էս ինչ էիր անում բաստեղ մենակ»։ Այդ ժամանակ արևը դուրս էր գալի, արևածագ հասից, Սամվել նայի, ինքը միջայլոց օլիմպիադաները հաղթեց մաթեմատիկայի ամբողջ Երևանում։ Ասեց նայի Սամվել ջան, արևը ինչքան գեղեցիկ է, որ արևածագը դուրս է եկել, իր ճառագայթները սփռել է, ինչքան ամենտեղ լույս է, ուրախություն է, բայց Սամվելի սրտի մեջ մութ ու խավար է։ Ու սկսեցի վկայել իրան, ինքը այդ վկայությունը ցույց տվեցին իր թաղմակապակցությամբ եւ ինքը դարձի եկավ եւ տենց սկսեցին ալիք մոտավորապես ես կարծում եմ ուսանողները հետը միասին որովհետեւ դա ակադեմիկոս Շահինյանը չէր հիմնադրել, դա հիմնադրել էր մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսը բոլոր քաղաքներից, գյուղերից ուժեղ սովորողներին հավաքեց միտեղ Սուրբ հոգին իջավ, մտան համասարանները, պոլիտեխնիկը, մանկավարժականը տարածվեց ամեն տեղ։ Եվ դա մի ալիք էր։ Իրանք հետո երբ որ ավարտեցինք բոլորս բուհերը, ամեն մեկը վերադարձավ իր տեղ, այնտեղ եկեղեցի բացվեց։ Ես որ գնացի Վանաձոր 3 մարդ էր ընդամենը։ Պատու աղբերի իր կինը կնոջ եղբայրը, ժողով չկար, 17 տարեկանից դուրս են արել Երևանից։ KGB-ն եկավ, Շահինյանը եկավ, ատեստատը չէին ուզում տան, մի կեր վերջը շատ դժվարությունով հայրիկիս կանչեցին, ինչ
խայտարակ բաներ ասեցին, վիրավորեցին, ինչևէ, բայց Շահինյանը ասեց, ամիս ու կես ամնացե, որ ավարտեն, պետք է ատեստատները տանք։ Ատեստատը տվեցին, ես եկա Վանաձոր եւ 17 տարեկան հասակում քայլում էի փողոցներով ու լաց էի լինում։ Ասում էի Տեր, կամ դու պետք է գաս այս քաղաք, կամ ինձ վերցրու քո քաղաք, չեմ ուզում ապրեմ այստեղ։ Մենակ մի ընտանիք անընդհատ գնում եմ, գալիս եմ, այդ ընտանիքն աղոթում են, գալիս եմ տուն։ Ու եկեղեցի չկա, բայց մեր Աստվածը լսող Աստված է։ Լաց էի լինում, ասում էի, կամ ստեղ եկեղեցի բացվի, կամ ինձ վերցրու, ես չեմ ուզում ապրեմ։ Եվ մի օր էլի գնացել էի պատվեղբորից տունը, աղոթքի ժամանակ մի հատ աղջիկ մտավ ներս, սուկված, զարդարված, քսված, պատվախվեժան մի հատ աղոթի կինոյից ուշանում եմ, կինո, ես զարմացա, կինո գնացող հավատացյալ կա, որ ասի աղոթում եմ, աղոթի ինձ բանը գնում եմ կինո, քեզ բան, աղոթեց այդ աղջիկը գնաց, բայց մեր սիրելի պատո եղբայրը դեռ չգիտեր, որ ես էլ փորձառություն ունեմ ցել եմ Երևանում, ինձ ասեց ախպեր ջան, մի եղբայր, մի քույր խիստ արգելված է եկեղեցում իրար հետ շփվեն, չեղնիմ չիմանամ հանգարց դու, այդ քույրիկին հանդիպես խոսես, այս անես, այն անես, զարմացած լսում եմ, այնտեղ աղջիկները ֆիզմատի նույնպես ապաշխարում էին, ասում եմ, նրանք էլ երկու ոտք, երկու ձեռք ունեն, տարբեր չեն, Աստված նրանց էլ սիրում ախր, հանգարց չշփվեց հետը, ձեն չհանեցի, մի օր դիմաց թաղամասից իջնում էի մարշրուտով, տեսնեմ այդ աղջիկը կինո գուգարքի դեմով գնվա, կանգնացրեցի, վազեցի մոտը, 17 տարեկան է այդ վաղ, ասեցի, բարև ձեզ, ինքն այդ բարև, սենց անծանոթի պես, ասի չեք հիշում, ես պատվեղբերից տանը տեսած ես, ես իրա հարևանն եմ ընդամենը, ասի, ինչ ես անում, ինքը թե բաց սովորում եմ տեխնիկում, ես էլ փորձառություն ունեմ, ուսանողներ հետ գործելու, ասեցի, ինչ կնի, քու բոլոր կուրսեցիներին, հրավիրի, ես ստեղ միտեղ հանդիպենք, ու ձեր թաղամասի տղեկ, չէ, ուսանող տղեկին քո հետ, որ սովորում են դրանց բեր, աղջիկներին էլ թաղի դու բեր, ես խոսամ իրանց Աստծո մասին։ Ինքը գնաց ու ժամադրվել եմ այդ տեղը, անձրևա գալի զոնտիկը բացել եմ, հնար չկա, չի գալիս այդ աղջիկը, չեն երևում, ու ես նորից հուզվեցի, սկսեցի լաց լինել, ասի, Տեր Աստված, ստեղ եկեղեցի չկա, ես մենակ մարդ եմ ապրում ստեղ, նա էլ տարիքով մարդ է այդ ընտանիքը, մեկ էլ ու անձրև էր զոնտիկը փակեցի, ասի թող կայծակներ խփի գլխիս, անձրևներ թափի վրայս, եթե չի ստացվում, մեկ էլ տեսա հեռվից, այդ աղջիկը մի խումբ աղջիկների հետ գալիս է, զոնտիկը նորից բացեցի, ուրախացած, ասես լավ եղավ, գալիս է ես աղջիկը, ոչինչ որ չեմ քարոզում, էլի պատմում եմ, հա? Շատ անուշատ ու շատ հա, դիքը վերջացնեմ եսա, վայ չէ, Թե ջուրս ես ասանում, չէ, իմ ջուրս տեղ չէ, իմ շիշն եմ ուզում, են կիսատը, հա, իսկ այդ անձնավորությունն էլ այդ աղջիկը ասեց, որ իմ կուրսեցի տղեկն էլ այս կինոշենքի հետևը տուն են վարձե առաջի հարկի սեփականատիրոջ բանը, պատվալը, այդ տղեկն էլ այդտեղ առաջի հարկում են մնում։ Ես իրանց էլ եմ ասել, ես հիմա ձեզ կարող եմ տանել այդ տղեկի մոտ էլ։ Քորիչուկ ու երկու աչք։ Ուրախությանս չափ չկա, ուսանողները ֆիզմատում հերիք չի տարածվեց, իդեպ առաջինը Աստված ինձ գտա ֆիզմատ դպրոցում։ Հիմա էլ Վանաձորում Կիրովականում պետք է իմ միջոցով գտնի այդ ջահելներին, շատ ուրախացա։ Հիմա գնում ենք, եկել են տարիքով տենում են մեծ աղջիկներ են, ես 17 եմ այնտեղ 22-23 տարեկան, դե ապագա Նավոյանի կինների Իրանատեղ, Մարոն Սաղատեղին։ Այդ անծանոթ էին այն ժամանակ ինձ, որ հավաքվեցին ու սուս լուրու փուս սենց գնում ենք դեպի այդ տունը, սառը մթնոլորտ է։ Ես էլ չեմ համարձակում, համ իմ տարիքի կան, համ մեծերը կան, չեմ համարձակում այդ աղջիկների հետ խոսամ, մեկ էլ ասում եմ, լավ, մի բան ասեմ, էլի սառն ասեց, գտա մեկին, որ ամենամեծն էր տարիքով, ասի հավատում ես, որ Աստված կա,
ինքը ասեց թարս նայեց, ասեց որտեղ հասնենք կասեմ։ Ահո, սարավ մթնոլորտը։ Մի քիչ էլ առաջ գնացինք, մեկ էլ էսա հասնում ենք այդ ուսանողների տունը, մեկ էլ ինքը թեպա խիդու հավատում ես, որ Աստված կա, ասի որտեղ հասնենք կասեմ։ Սաղ ծիծաղացիր, մթնոլորտը լավնացավ։ Անմիջականություն ստեղծվեց, հասկանում եք, ու որ մտանք ներս։ Դե հիմա հերթով ասեմ ովքեր էին դրանք ապագա հանձնավորությունները։ Դրանք Հակոբ եղբորից հետո ամբողջ Հայաստանի հովիվ դարձած Սամվել Նավոյանի կինը դարձավ Իռակա Զերելովա հույներ։ Այնտեղ էր Մարոն, այնտեղ էին վերջապես աղջիկներ եւ տղաները ովքեր էին։ Վաչագան Դավթյանը, որ ինքը ձեռնադրվեց, ինձ չձեռնադրեցին։ Ինչու, որովհետև ինքը կին ուներ, ես 29 տարեկանում էի ամուսնանալու։ Ինչ իմանա իմ ճակատագիրը։ Ինքը ամբողջ վարածորի ձեռնադրվածը դարձավ եւ չերկարացնեմ, նաեւ ամբողջ Հայաստանի եպիսկոպոսը Դավիթ եղբայրը մի շրջան ինքն էր ղեկավարում, նույնպես այդտեղ ապաշխարեց։ Մենք գնացինք այդ տները եւ տարածվեց եւ Վանաձորում հիմա 8 եկեղեցիներ կան, որոնցից 6-ին ես պատասխանատու եի, բայց հիմա իմ ծառայությունները, քանի որ տարիքս մեծ է եւ առողջականս այնքան չի պահում, մեր հովիվներով ընտրություններ կատարեցինք իմ խնդրանքով, որ ինձ հանեք այս պատասխանատվությունից, որովհետև արդեն տարիների մեջ շատ բաներ են եղել։ Էլ Մոսկվայից Նեչկինին բերեցին։ Լավ, այդ մեկն էլ պատմեմ ու կհանձնեմ միկրոֆոնը նրան, ով որ փոխարինում է հիմա իմ ծառայություններին։ Եվ ես շատ շնորհակալ եմ իրանցից, որ ինձ ազատ թողեցին, որովհետև գիտեք ինչ, ասեմ, դուք որ չար եք, ասեց Հիսուսը, բարի բան եք անում։ Իրա գնահատական, իրա կենսագրը, իրա մեր մասին կարծիքը այդպիսին է։ Մենք ծնվում ենք եսակենտրոն, փառամոլ, դիսկապաշտ, այդ ամենամեծ թշնամին է քրիստոնյայի։ Ամենամեծ թշնամին, որ ուզում է ինքը երևա, ուզում է ինքը կարծիքը իր մասին մեծ լինի, ուզում է ինքը վերջապես, գիտեք ինչ, դա պղծություն է։ Դա տենց դիրքերի ձգտում են, շատ կներեք չվիրավորվեք նրանք, ովքեր չեն ճանաչում Հիսուսին։ Նա ասեց, սովորեք ինձանից, որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Ինչ արեցին նրան, թքեցին, նսեմացրեցին, խփեցին, ինքը այդ սաղ տարավ։ Իսկ հիմիկվա ժամանակակից քրիստոնյաներ, դες կոմունիստների վաղ նույնպես ենթարկվել եմ KGB-ի վերջապես սպառնալիքներին, նույնիսկ հարվածներին, դժվարություններ եղել են։ Եվ ես բոլորովին չեմ կիսում այն քրիստոնեությունը, որը մակերեսային է, որը ինքը ուզում է անպայման երևա, ինքը կարևորվի, ինքը դիրքը իրա մեծարեն, իրան վայ։ Մեր առաքյալները ծեծվել են, ջարդվել են, թքվել են, մրվել են, սպանվել են եւ հազարավոր քրիստոնյաներ Հռոմի ամֆիթատրոնում հազարավոր քրիստոնյաների սպանեցին, առյուծների բերանը տվեցին եւ այդ կանայք երեխեն գրկին առյուծը մեկը խլել էր մոր գրկից, բայց իրան կանգնում էին ու ճվում էին, աղաղակում էին ամբողջ ամֆիթատրոնով մեկ Քրիստո, հանուն Քրիստոսի։ Դուք կարող եք հանուն Քրիստոսի անարգանքներ տանեք, ձևաբերվել է ձեր մեջ այդպիսի հատկություն, դուք կարող եք, երբ որ ձեզ չոր են ասում, դուք ջանասեք, դուք սովորել եք արդյոք սիրեցեք ձեր թշնամիներին, այս համարով կավարտեմ, սիրեցեք ձեր թշնամիներին, եթե թշնամիներին պահանջում է սիրել, Իսկ մարդու կնիկ իրար չեն սիրում, աղբեր ու քուր իրար չեն սիրում, եկեղեցու մեջ անդամը իրար չեն սիրում, ամոթ չի դա, բայց լավ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք նրանց, ովքեր ձեզանից են։ Սենց բան, քանի հատ քրիստոնյա կգտնեք, որ անից են ասեն, բալեքը թաղեմ, մեսալմեն անեմ, դու ասես Աստված թող օրհնի քեզ։ Սենց քրիստոնյաներ կան, յարապ, մակերեսի վրա պետք չի լողալ, հա։
ռադիկալիզմը քրիստոնեության պետք է ըմբռնել, ինչա նշանակում լինել քրիստոնյա։ Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք նրանց, որոնք ձեզ հալածում են, նեղություն են տալիս, եւ ուզում եմ իմանալ, այդպիսի վարքագծով անձնավորությունների միջոցով Աստված շատ-շատերի հազարների փրկել է, որոնք սովոր են գրել Հիսուսի խաչը, անարգանքները, մերժվածությունը, ստորացումները, դիրքապաշտությունը թողել են եւ գնում են Հիսուսի նեղ ճանապարհով, նրա խաչի ճանապարհով։ Թող Աստված օրհնի ձեզ եւ ինձ բազմամեղից, որ կարողանամ տանել այն բոլոր դժվարությունները, ինչ լինում են նաեւ ձեր ունական ժամանակ։ Աստված օրհնի ձեզ։ Աղոթի Դե լավ, ես քանի որ մեր սիրելի եղբոր իրան շատ սիրելուց ես սենց բաներ հիմա չեմ գնում որևէ տեղ, էլի կներեք, ծառայողները կան, լիքն են, մենությունը Տիրոջ հետ սիրում եմ, բայց քանի որ ասում աղոթենք ձեզ համար, նա ստեղ է, նա տեսավ այս ամեն ինչը, նա լսեց այս ամեն ինչը, նա ձեզ կարդում է մինչև ձեր սրտի հատակը, նա ձեր լավ գործերին չի նայում, այլ շարժառիթներին, ինչու է մարդը նայում լավ բաներին։ Նա փոխում է մեր էությունը, նա ուզում է մեր մեջ ներարկի իր էությունը, իսկ իր էությունը դուք կարդացեք իր կենսագիրը, պարզ երևում ավետարանում։ Մեր բարերար Հայր, դու ասացիր, որտեղ 2-3 հոգի ես այնտեղ եմ, դու այստեղ ես, դու ճանաչում ես ամեն մեկին այստեղ։ Հայր, խնդրում եմ, նպաստի, որպեսզի քո որդու ամբողջ էությունը կնիքի պես մխրճվի մեր սրտերի վրա, Տեր, եւ այս բոլոր ներկաների վրա, որ նրանց հանդիպողները քեզ հանդիպեն, Տեր, մեր գործի նրանց հոգին, շունչը ու մարմինը ամբողջությամբ գրավի ու սեփականությունը դարձրու ու գործածիր քո փառքի շատացման, քո անվան բարձրացման համար, Տեր, թող կատարվի դա քո Սուրբ Հոգու միջոցով, որ դու փառավորվես երկնքում ու մեր կյանքերի մեջ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի անունով փառավորվես Հայր, Որդի ու Սուրբ Հոգի։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Նստած կդնեմ ես։